Վարչապետ Արայք Հարությունյանն ավարտվող տարվա եւ նոր տարվա պետական բյուջեի մասին բավականին հակիրճ խոսեց, չնայած հանդիպման առիթը դրանք էին, ասաց, որ ավելի շատ հանրությանը հուզող հարցերին կուզեր պատասխանել, իսկ Ստեփանագերտում այսօր ամենաշատ քննարկվող հարցերից մեկն անշուշտ կառավարման ապարատի օպտիմալացման արդյունքում կրճատված մեքենաների վաճառքի գինն ու դրանց գնորդներն են, որ հաճախ պաշտոնյա են։ Մեքենաների կրճատման նպատակն ըստ վարչապետի դրանց պահպանման ծախսերի կրճատումն էր։ Դրանք վաճառքի են հանվել համապատասխան կարգի համաձայն վարչապետի ստորագրած որոշումներով։ Նախ գնահատվել է լիցենզիա ունեցող անկախ գնահատողի կողմից շուկայական գներով եւ կառավարությունը օգտագործել է իր լիազորությունները կարծեմ մինչեւ 50% իրավունք ուներ այդ մեքենաների գները էժանացնել։ Էժանացրել ենք նրանց համար, ովքեր կամ այդ մեքենաների վառորդներն էին, առաջին հերթին տրամադրում էինք վառորդներին, կամ այո ղեկավարներն էին, ում մեքենաները մենք կրճատել ենք։ Որ գործընթացում կարող էին եւ չարաշահումներ լինել, վարչապետը չբացառեց։ Որոշվել էր, որ մեքենաները կվաճառվեն տվյալ հիմնարկի աշխատակիցներին, դրա ղեկավարի համապատասխան դիմում առաջարկի հիման վրա։ Առաջին հերթին ինչ ենք ասել վառորդներին, քաղցառայողները երբ որ կրճատում են, 6 ամիս մինչև աշխատավարձ են ստանում, պահպանում են։ Վառորդը որ կրճատում ենք, հաջորդ օրվանից ինքը եկամտի աղբյուր չուներ։ Ինչ որտեղ մտածել ենք, որ այդ մեքենան կօգտագործի նա իր ընտանիքի հոգսերով քալու կամ դրանով ինչ որ աշխատանք կգտնի, եթե տվյալ ոլորտի պատասխանատուն վառորդին անտեսել է եւ ինքն է վերցրել, դա բարոյական տիրույթ է, արդեն ես չեմ ուզում գնահատական տալ։ ԼՂՀ կառավարության կողմից միջոցների ներգրավման պետական վարկ վերցնելու մասին։ Արայք Հարությունյանը պարզաբանեց, եթե բյուջեն ունի դեֆիցիտ, ուրեմն պարտքն անխուսափելի է, ասաց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտքը ներքին պարտք է։ Այն պայմաններում, երբ բանկերն ինչ-ինչ պատճառներով խուսափում են տնտեսության մեջ մեծ ներդրումներ կատարել, ԼՂՀ կառավարության երաշխավորմամբ այլ աղբյուրներից են միջոցներ ներգրավում։ Այսինքն մեր վարկային քաղաքականությունը այսօր հիմնականում իրականացվում է հիմնադրամների կողմից օգտագործելով ԼՂՀ կառավարության տրված երաշխիքները եւ կառավարության կողմից ներգրաված ռեսուրսները տրամադրում են փոխառություններ արդեն տնտեսավարող սուբյեկտներին, քաղաքացիներին, գյուղացիներին եւ այլն։ Մոտ 2 ժամվա ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանեց ավելի քան 3 տասնյակ հարցերի։ Առավել հետաքրքիր հարցերն ու պատասխանները կներկայացնենք օր հավելվածի առաջիկա թողարկումներում։ Լուսինա Ավանեսյան, Արտավազդ Գրիգորյան, օր։